Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հաշվի առնելով, որ ամսի 29-ի բազմահազարանոց հանրահավաքին մտահոգված հայ ազգի ժողովրդի ներկայացած իրաց անհատ ներկայությունը, դա տալիս է այն պատասխանը, որ ժողովրդի կողմից կա ահագին հարցեր, ահագին մտահոգություններ, ահագին մտավախություններ Մայր Հայաստանում գտնվելու, Մայր Հայաստանում ապրելու ու ամրագրելու գոնե իրանց իրավունքները, գոնե իրանց հայ լինելու, հայ ապրելու իրավունք։ Դրա հիման վրա ներկայացված է եղել, բոլորս այդ տեղյակ ենք 12 կետանոց պահանջ։ Մի շաբաթվա ժամանակա ընթացքում իշխանության կողմից արձագանքած պահանջների պատասխանները, հաշվի առնելով փոխվարչապետի հետ հանդիպումը, մեր կողմից գնահատվել է որպես ոչ բավարար ու ընդհանրապես ոչ իշխանության ներկայացուցիչ կամ ղեկավարության կողմից ճիշտ ձևաչափով, ճիշտ մոտեցումներով, որ բավարար լինի գոնե ժողովրդի համար, էլի հետագա ինչ-որ հույսը հավատի, զրո պատասխանով, սենց կարամ երկու բառով ձևակերպեմ։ Ինչ մնում է հետագա անելիքների մասին, եթե մենք այս իրավիճակում ենք հայտնվել, ուրեմն մենք ծայրահեղ իրավիճակ է ժողովրդի մոտ, որ մեկ տարուկեսվա ընթացքում իշխանության կողմից ոչ մի բարենպաստ բան չի ներկայացվել, եթե մենք այդ բողոքը ձևակերպեինք, մի քիչ առաջ կձևակերպեինք, սկզբնական շրջանում ձևակերպեինք, բայց իշխանության կողմից ներկայացրած, որ փոփոխություններ ա մտնեցնվելու, կետերի փոփոխություններ ավելի խոսքի հաշվի առնելով մարդկանց կարգավիճակը, դժգոհությունները, վերջում արդեն վերջնական, որ իրանց որոշումներով մեզ հասցրել են, հանրությանը հասցրել են, որ վերջի որոշումը սա է, սրանից ուրիշ որոշում չի լինելու, մեր մոտ արդեն առաջացել է այդ անհանգստությունը, այդ մտավախությունը, դրա համար ձևակերպվել է խորհուրդի մեջ ներգրավված են հասարակության մեջ տարբեր շերտերից ներկայացուցիչներ, տարբեր ուղղություններով մասնագետներ, հասարակ ժողովրդից ասեմ ձեզ, ձևակերպվել է, ձևավորվել է այդ բողոքի այդ իմաստը, թղթի վրա, պահանջներով ու սկսել է խոսքի այս շարժումը։ Իր նպատակն էլ սկզբնական շրջանում եղել է հստակ արտահայտված որոշումը, որ մենք գնալու ենք մինչև վերջ հասկացողությունը, մարդիկ տարբեր բան են հասկանում, մինչև վերջ հասկացողությունը, սա մի տարանջատեք, մենակ կամ խոսքի սոցիալական հարցի հետ կախված, մենք ունենք Արցախի հիմնախնդիրը, մենք ունենք գերիների վերադարձի հետ կախված, մենք ունենք տարբեր ցավալի հարցերի, պատասխանների մինչև օրս չստացած, դրա պահանջը։ Նորից էլի իշխանությանը դիմում ենք, իշխանությանը բոլոր ղեկավարներին դիմում ենք, լինելով դուք այսօրվա իրավիճակում պատասխանատու, դուք պարտավոր եք տալ այդ պատասխանները, ներկայացրած պահանջների պատասխանները, ոչ թե մենակ բառացիորեն, այլ հիմնավորված։ Ինչ կարգավիճակի կամ ինչ հիման վրա եք դուք այդ ձևի որոշում ներկայացնում, ինչ իրավունքների ձեր տրված բանի հիման վրա եք դուք այդ ձևի որոշում ներկայացնում, որ դուք պիտի ժողովրդին ծառայեք, որպես իշխանություն, չէ, քո ազգին պիտի ծառայես, բայց ընդհանրապես ձեր որոշումները ոչ հայանպաստ են, ոչ հայաժողովրդի շահերին է համապատասխանում, ու բացի դրանից էլ օրեցօր մենք ավելի ծանր մարտահրավերների առաջ ենք կայնում, ու դրա հետևանքներն էլ, նույն որպես մենք արցախցիներս ցավալի օրինակ բոլորի համար, ու այդ մտավախությունները կարող է տարբեր արդեն, որ ասում է, տարածաշրջանի տարբեր մասերի վրա այդ նույն իրադարձությունների ձևի հետևանքներ բերի։ Իսկ գերիների վերադարձը դուք ինչ կերպ եք պատկերացնում, ինչ բանակցություններում ինչ պիտի անեն, որ չեն անում, էլի։ Միջով օրս խոսքի խաղաղության քննարկման process-ների ընթացքում մենք միշտ լսել ենք Ադրբեջանի կողմից մենակ պահանջներ, ու այդ ժամանակահատվածում մեծամասնության այդ պահանջները իշխանության կողմից իրականացվում է։
մի քիչ ձգձգումով, մի քիչ քննարկումներով, բայց իշխանության կողմից պահանջ չկա Ադրբեջանին ձեր բերած մեջբուրումը գերիների հետ կախված, որ դա ամենակարևոր առաջնային էլի հարցերից մեկն է, որովհետև դու որ գնում ես թշնամու հետ խաղաղության պայմանագրի, կա սենց հասկացողություն, բայց քո քաղաքացիները դե որ գտնում են գերության մեջ, դա ոնց կարող է չքննարկվի։ Մեջբերումներ կարանք բերենք տարբեր երկրների հակամարտության հետ կախված էլի տես նմանատիպ բաներ, չէ՞։ Դեղ սկզբից գերիների հարցն են լուծում, հետո արդեն նստում բանակցելու, եթե խաղաղության մասին է խոսքը գնում։ Խաղաղության խոսքը, դրա տակ, դրա իմաստը, դրա բովանդակային միտքը, իմաստը ես գիտեմ թե գերիների հետ կախված, որ եթե ունեն գերիներ, խիչ դա քննարկում։ Հիմա որ Ադրբեջանից դե գերի ունենար խաղաղության, եղել են էլի դրա համար ասում են, խաղաղության այս ընթացքում կարող Ադրբեջանը բարձրացնի գերիների հարցը։ Ես չեմ հավատում։ Բայց մեր իշխանություն ինչից եք վախում, կամ ինչն է ձեզ ստիպում, կամ ով է ձեզ ստիպում գերիների հարցը չքննարկել կամ ընդհանրապես կողմ դնել։ Հիմա երկու հակամարտող կողմը 150,000 մարդ մնացել են անտուն, անօթևան, ինչի հետևանքով, չէ՞։ Էլի նստում եք բանակցությունների, բանով գալու մի հատ համաձայնության, էլի խաղաղության մասին եք ասում։ Բայց մարդիկ ուրիշ տեղից չեն տեղափոխված եղել Արցախ, սա հազարամյա տարիներ իրանց պապերնա, իրանց նախկինները ապրել են այդ երկրում։ Դուք այդ մարդկանց թողում եք դրսում։ Էլի որպես ղեկավարներ, բա որ քննարկում եք, այս մարդկանց խի եք անտեսում։ Այս մարդկանց հարցը ով է որոշելու, ով է այդ որ ասում է, կամ էլ ձեզ ով է իրավունք տվել, որ այդ մարդկանց անտեսեք, իրանց ապագան, իրանց հետագա ապրելա, որ ասում է բանը, որոշեք ով որտեղ պիտի ապրի, կամ ինչ կարգավիճակում, կամ այս մեկ այն մյուսը։ Մենք ուզում ենք Արցախում ապրենք, որ այսօր 40+10-ի հարց չբարձրացնենք։ Մենք ուզում ենք Արցախում ապրենք, որ այսօրվա մնացած են կետերի հարցերը չբարձրացնենք, մեր ինքնուրույնության հարցն է, մեր ինքնորոշության իրավունքի հարցն է, մեր հայ լինելու, որ դեղ ապրել ենք այդքան ժամանակ, դրա այդ իրավունքների հարցն է։ Գիտեք, ստեղ մի հատ բան է հարցի խոսքի պատասխանը, որ սա մի բառով չես կարա ձևակերպես։ Ինքը այնքան է բան արել, տարածվել տարբեր ուղղություններով, տարբեր, որ ասում եմ, բաների հարցերի հետ կախված, որ այսօրվա առաջ որ մի քանի տարի, 5 տարի առաջ, մինչև 20 թվականի պատերազմը ունեինք երկու կետ որոշումներ կայացնելու համար, կարգավիճակի հարց կամ էլ էս, որ ասում եմ, մյուս էլի հարցերի հետ կախված, հիմա դարել է դա 12 կետ։ Եվ ոչ թե շատ, հələ այդ կարևոր կետերն է շեշտած։ Ով առիթ տվել, ում մեղքով է եղել, ժողովրդին։ Ժողովրդին դուք զոհաբերել եք, ժողովուրդը իր ամենաթանկը տվել է իր հարազատներին, իր տունով, իր հայրենիքով, էլ ինչ եք ուզում այս ժողովրդին, որ այս կարգավիճակում ձեր մեղքերով գցած, էլի կամ անտեսում եք, կամ էլ այդ մարդկանց էլ ընդհանրապես պարակտում եք մտցնում ատելության բանով։ Արցախի հարցը այն մարդիկ, ովքեր օգտագործում են այդ բառը, իրանք իրաց մեղքն են զգում, դրա համար այդ հարցը ուզում են փակեն։ Մենք էլ չենք թողել այդ հարցը փակե, որ բոլոր պատասխանատու մարդիկ պատասխան տան թե այդ բառերի համար, թե իրանց հողի վրա արած աշխատանքների վրա։ Պետական մակարդակով հանցագործություն, պետական մակարդակով դավաճանություն է իրականացվել։ Չի կարելի սենց անտեսել, չի կարելի ձևի նման պատմական ժամանակներ, կարևոր ճակատագրական ժամանակներ ենք անցնում։ Ինչ է գրելու, որ պատմության, որ թղթի վրա են գրելու։ Իրանք մենակ սև թուղթն են լրացնում։ Բա մենք սպիտակ թղթի լրացնելու բան չունենք, կամ իրավունք չունենք մենք ապրելու, լավ ապրելու, կամ իրավունք չունենք մեր տունը ապրելու։ Ով է դրա պատասխանները տալու։ Դրա համար այդ ձեր ասած այդ մարդիկ, որ արտահայտում են Արցախի հարցը փակված է, Արցախի հարցը սենց, արցախցիները սենց, Արցախ սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ դիմեմ, հաշվեք Արցախից չի սկսել, Սյունիքից է սկսել։ Ինչ իմանայիք թշնամին որ կողմից կսկսեր, չէ՞։ Արցախը եղել է ժամանակ առաջնագծում, որպես որ ասում է, բա հաշվեք Սյունիքից է սկսել։ Այսօր քննադատեք սյունիքցիներին, Արցախը կար, Սյունիքից է սկսել։ Ու հիմի որ այդ վտանգը կա, մենք տեսնում ենք, որ թե խաղաղության պայմանագրով, թե Արցախը տալով,
հարցի լուծում չի ու չի եղել ու չի լինելու, որովհետև մենք գիտենք թշնամին խաղաղություն է տարածաշրջանում տեսնում է առանց հայի։ Հայ չկա, խաղաղություն է լինելու։ Այդ թշնամին այդ ձևի է տեսնում։ Բայց մենք խափելով մեր ժողովրդին, խափելով հանրությանը, թե միջազգային հարթակներում, որոնց մոտ բաները հարցերել է ցակում, այս ոնց երկրի ղեկավարը այս ձևի բանով իր ազգի խոսքի նկատմամբ, այս ձևի ջևաչափով կամ այս ձևի մոտեցումներով արդարացնում է թշնամու կամ էլ ուրիշների բաները։ Ինձ պետք չի, որպես արցախցի, սոցիալականացնել, ինձ պետք չի։ Ես այս իրավիճակում հայտնվել եմ ոչ թե իմ մեղքով կամ իմ ցանկությունով, այլ մարդկանց բաստողումներով, մարդկանց անպիտանի ղեկավար լինելով, ոչ հայանպաստ որոշումներ կայացնելու հետևանքներով հայտնվել ենք մենք այս իրավիճակում։ Հիմա այդ մարդկանցից էլ պահանջում ենք, ումից գնանք պահանջենք։ Գնացել եք միջազգային բոլոր ոլորտների, բոլոր տեղերը, միջև այս օրերի այս շարժման այս բողոքներին, մենք ահագին ակցիաներ եք կազմակերպել, թե ՄԱԿ-ի գրասենյակ, թե դեսպանատանների առաջ, ասում եմ, մեզանից ինչ եք ուզում, մենք պատրաստ ենք, բայց դա պետական մակարդակով պիտի լինի բոլոր թե բողոքների, թե հարցի ձևավորման, թե որ մենք էլ աջակցենք։ Պետությունը ասում է, ես այդ հարցը փակած եմ, ժողովուրդը չկա, Արցախ չկա, այն ուրիշները գալու են մերտեղ պայքարեն։ Իրանք փակելուց նաև մեջբերում են Շահրամանյանի ստորագրած այդ լուծարման փաստաթուղթը, որը եղել է էթնիկ զտման վտանգի ներքո, եւ Շահրամանյանը հետո հայտարարել է, որ այդ փաստաթուղթը ուժի սպառնալիքով ստորագրվել եւ ուժ չունի։ Ուժ չունի, հա։ Յուրաքանչյուր իրավաբանի, որ հարցնում ես, նորմալ իրավաբաններին, որ հարցնում ես, ասում են, որ ուժ չունի, որ ուժի սպառնալիքով ինչ-որ թուղթ է ստորագրում։ Արցախի պետությունը այդպես չի ձևավորել։ Ու իրոք դա այդտենց էլ կա, ստիպելով կամ մարդուն դանակը դնելով կամ էլ ինչ-որ սպառնալիքներով թուղթ ստորագրելը, ինել մի անձի կողմից։ Դե գիտենք բոլորս, որ մի հատ թուղթ է մենակ։ Այդ առաջինը, երկրորդը, ով է տվել բոլոր այդ առիթները, ով է տվել բոլոր այդ հնարավորությունները թշնամուն, որ թշնամին գա, դեղ իրականացնի իր ուզածը, որպես դու ես ճանաչել իշխանություն Հայաստանի ներկայացուցիչ, որ այդ տարածքը Ադրբեջանի տարածքային ամբողջությունն է, չէ՞։ Դու դանակը տվել ես Ալիևին, ասում ես, ես չեմ ճանաչում, մտի ինչ ուզում ես արա։ Հա։ Ու այդ կռվի ժամանակ, սեպտեմբերի 19-ի ժամանակ կռվի կրկնապատիկ հայտարարություն է տալիս, որ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը կամ Հայաստանը չի ներգրավվելու այդ գործողությունների մեջ։ Ու դրանից հետո դու մարդկանց ասում ես, խի ես ստորագրել, բա դու խի ես բերանդ բացում, ասում այդ բառը, որ դրա տեղ կարաս ասես արցախցիներ, մենք որպես Հայաստանի Հանրապետությունը, որպես անվտանգության երաշխավորիչ, մենք կաղնակցենք ձեր հետ միջև վերջ։ Այդ ժամանակ լրիվ ուրիշ բան կլիներ։ Ոչ մեկը չի էլ համարձակվի կամ թե որ տենզանում թուղթ ստորագրելու կամ էլ ինչ որ գնա, որ ասում եք, տեղ արդեն ուրիշ կարգավիճակ կլիներ։ Գիտեք սրանց այդ մանիպուլյացիաները, որ այսօր մի բան են ասում Արցախը Հայաստանն ու վերջ, վաղն էլ ասում են Արցախը Ադրբեջանն է, դա հասկանալի չի, ինչ ղեկավարի մասին է խոսքը գնում կամ ինչ ներկայացուցիչի մասին է խոսքը։ Շանս ունեք պայքարի, ինչ ծրագրեր ունեք։ Նայեք, այստեղ գիտեք, մեր դեմ դրած այն ձևի մի հատ գաղափարային իմաստի հարց, որ ստա ոչ թե մենք գնում ենք ինչ որ գործողությունների, մենք գնում ենք, որ մեզ լսեն, մենք գնում ենք, որ մեր պայքարի իրական իմաստը հասկանան, ու այդ գործողությունները դա իրավունքի հետ կախված է, իրավունք ապրելու, իրավունք հայ մնալու, իրավունք հույսը հավատ կապելու հետ վերադարձի հետ, որ մի փակեք այդ հարցը, չի կարելի, դուք չեք կարում, եթե դուք մեջբերում եք 30 տարի նրանք չեն արել, դուք էլ այս իրավիճակում մի արեք այն բանը, որ դուք չեք կարում, թողեք հետագա ղեկավարություն կգա, կկարողանան կորոշեն, կկարողանան խոսքի խիեք ձեզ դրել ամենագիտուն կամ էլ այս ծանր իրավիճակում որոշում կայացնողների մենակ դուք լինելու կամ էլ ձեր ճիշտ տեսլակետը։ Դա տենց չի, դա մեծ կասկածանքներ է առաջացնում ձեր նկատմամբ, որ դուք շահեր եք դրանից խաղում ձեր անձնական հարցերի կամ էլ ձեր կյանքը բավարարելու համար։ Դուք ինչ ազգի մասին եք մտածում կամ ինչ ժողովրդի շահերից եք խոսում, որ ձեր գործողությունների
process-ների ձեր ղեկավարման ընթացքում մենակ աղետ, մենակ փորձանքի, մենակ մարտահրավերներ, լավ Արցախը մի հատ կողմ, սա լավ է, դրինք Արցախը չկա, հասկացանք այդ թեմայի բանով։ Մի հատ օրինակ բերեք Արցախից բացի այստեղ ինչ ոլորտ կամ ինչ ուղղություն, ինչ ես արել։ Ոչ մի բան։ Սա ազգային ցավ է, ես դրա համար եմ ասում։ Սա ազգային պայքար է։ Մեր աշխատանքներն էլ կոչնել հանուն հայությանը, որ վաղը չասեն, սա քարոզարշավ չի։ Սա ինչ որ մեկի անունի հետ կախված չի, որ օրինակ մեկ ասում եք կամ էս կամ այն, չէ, ինքնաբուխ ժողովուրդն արդեն վերցրել իր ձեռը ու ուզում այդ բանը իրականանա, հանուն իր, նորից եմ ասում, իր աստեղ ապրելու իրավունքների կամ էլ որ ասում եմ արդարացի արժանապատիվ լինելու համար։ Ղեկավար ես, մենք ձեր փաստողումներն ենք փորձում լրացնել, որ որպես արժանապատիվ, որ ասում եմ ազգ մնանք։ Խաղաղության մասին էլ խոսելուց որպես ղեկավար, դու այն խաղաղությունը բեր, որ հաղթող կողմ լինես։ Դու այն խաղաղությունը բեր, որ ժողովրդի մեջ արժանապատվության բանով մենք ասենք խաղաղություն։